Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, կառավարության անդամները որոշում ընդունեցին պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Այս որոշմամբ 2026 թվականի ընթացքում պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 10.9 միլիարդ դրամի։ Պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամով համաֆինանսավորելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերվում, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ 2 ծրագիր Արմավիրի մարզում, 3 ծրագիր Գեղարքունիքի, 2 ծրագիր Լոռու մարզում, 1 ծրագիր Կոտայքի մարզում, 1 ծրագիր Վայոց ձորի մարզում, ընդհանուր թվով 7 համայնքների 9 սուբվենցիոն ծրագրերի է վերաբերվում։ Այս հաստատումն էլ հետո արդեն 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում, այսքանը խնդրում եմ հաստատել, պարոն վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման մասին։ Նա նշել է, որ արդեն շուրջ 7000 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Կառավարության պլանը 800 միլիարդ դրամ ֆինանսավորում ապահովելն է Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։ Մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը, շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր պլանն այդ ծրագրով 800 միլիարդ դրամ ֆինանսավորում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր իրացնելու համար։ Փաշինյանն անդրադարձավ շինարարության ծավալներին, նշելով, որ 2025 թվականին Հայաստանում բնակարանաշինության ծավալները գերազանցել են 1986 թվականի ցուցանիշը, որը խորհրդային ժամանակաշրջանի բնակարանաշինության ամենաբարձր ցուցանիշն էր։ Նա նաև նշեց, որ 2018-ից 2025 թվականներին Հայաստանում իրականացված կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են 1981-ից 1988 թվականների խորհրդային Հայաստանի ցուցանիշները։ Եվ կարող եմ ասել, որ վերջին 8 տարիներին 2018 թվականից մինչև 2026 թվականը 25 թվականը ներառյալ խորհրդային միության վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են խորհրդային միության տարիներին իրականացված ներդրումները։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ վերջին 8 տարում խորհրդային միության հայկական ԽՍՀ ծավալներից ավելի մեծ կապիտալ ներդրումներ ենք իրականացրել։ Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև անշարժ գույքի շուկայի ակտիվությանը։ Նրա խոսքով այս տարի նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվն աճել է շուրջ 15000-ով։ Կադաստրի կոմիտեն աշխատում էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արտերկրում գտնվող քաղաքացիներին հեռահար եղանակով ձեռք բերել եւ գրանցել անշարժ գույք։ Բավականին ակտիվ եւ կադաստրի կոմիտեի ղեկավարը ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մենք անշարժ գույքի հետ կապված 15000 ավել գործարքներ ունենք։ Շուրջ 15000 գործարք վերջի 6 ամիսները համեմատած նախորդ տարվա 6 ամիսների հետ տեղի է ունեցել։ Գործարքների մեջ իհարկե մտնում է ոչ միայն առուծախը, այդտեղ մտնում է նաև վարձակալությունը, այդտեղ մտնում է նաև ժառանգությունը եւ այլ նմանատիպ գործարքներ, բայց բովանդակային առումով ակտիվությունը մեծ է եւ մեզ հասցեագրված դիմումների քանակը եւս բավականաչափ աճ է գրանցել։ Միևնույն ժամանակ նշվեց, որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հանգեցնում է նաև այն հանգամանքին, որ արտասահմանից մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում նոր գույքեր ձեռք բերել։ Այս մասով կուզենայի նշել, որ մենք երկու կարևորագույն փոփոխություն ենք իրականացրել։ Դրանցից առաջինը արդեն իսկ գործում է եւ համակարգը ինտեգրված է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակին եւ անշարժ գույքի առու վաճառքը այսօր կարելի է իրականացնել առանց որևէ վայր այցելելու, առանց նոտարի, առանց կադաստրի կոմիտեի սպասարկման խորհրդատվական կենտրոններ այցելելու, այլ էլեկտրոնային համակարգով անմիջապես գնորդը վաճառողը կարող են կնքել պայմանագիր, ներկայացնել իրավունք
իրավունքի գրանցման եւ ինքնաշխատ եղանակով համակարգը կիրականացնի իրավունքների պետական գրանցում։ Կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը։ Միջոցառումները սեպտեմբերին կանցկացվեն Երևանում եւ Հայաստանի տարբեր մարզերում։ Նախատեսված են համերգային եւ մշակութային ծրագրեր Կապանում, Վանաձորում, Գյումրիում, Իջևանում եւ Երևանում։ Այս տարին իսկապես շատ կարևոր տարի է մեր պետության համար, որովհետև այս տարի մենք նշում ենք մեր պետության կազմավորման 35-ամյակը եւ պարզ է, որ այդ հոբելյանական իրադարձությունը պետք է ըստ պատշաճի նշել, դրանով նաեւ հերթական անգամ արժևորելով պետականությունը իբրև մեր ամենակարևորագույն ձեռքբերում եւ նպաստելով նաեւ մեր քաղաքացիների եւ պետության կապի ամրապնդմանը։ Ու այս իսկ տրամաբանությամբ ներկայացվել է միջոցառումների այս շարքը եւ շարքի հիմքում դրված է այն գաղափարը, որ իրականում անկախության 35-ամյակը չի կարող տոնվել միայն Երևանում եւ մենք պետք է կարողանանք միջոցառումները պլանավորել այնպես, որպեսզի դա իսկապես դառնա իրադարձություն եւ տոն մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում եւ յուրաքանչյուր համայնքում։ Եվ հենց այս տրամաբանությամբ մենք պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկելու են թե հյուսիսը, թե հարավը, մասնավորապես մեր միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև 18-ին Վանաձորում, 19-ին Կապանում եւ սեպտեմբերի 20-ին Գյումրիում կունենանք մեծ համերգներ, յուրաքանչյուրը իր ժանրի մեջ։ Գայնե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։